Այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով իր ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստաթղթին ասաց. Հայաստանի Հանրապետության, եւ սա շատ առանցքային է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար, այսինքն փորձագիտական աջակցության, ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի եւ ակտիվ ուրեմն դիմադիր գործողություններին մասնակցող, այնուամենայնիվ համարել եմ, որ սա իշխանությունների մասին չի, սա Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն, հարցն էլ որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է եւ համաձայնություն եմ հայտնել իրանց այդ հարցով որպես փորձական, այո, մասնագիտական օգտակար լինելու։ Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունը ավարտվել է։ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան հիմնականում դեղորայքի տեսքով, այլ կերպ լինել չէր կարող։ Բարեկամ Իրանին հումանիտար օգնություն չի ուղարկել, իսկ այն Թուրքիային ուղարկել է։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը հիմնականում դեղորայքի տեսքով։ 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Արարատ Միրզոյանը։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց արդյոք դրա մասին հայտարարվել է, իսկ Արարատ Միրզոյանն էլ պատասխանեց. Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ՝ այո։ ՌՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երեխաներից մեկը ծանր հիվանդացել է, երբ նրա ամուսինը կոմայի մեջ է ընկել։ Սիմոնյանը այդ մասին հայտարարել է Վեստինին տված հարցազրույցում։ Սիմոնյանն ասել է, որ երբ իր ամուսինը ռեժիսորը 2024 թվականի դեկտեմբերին կոմայի մեջ է ընկել, հայտնի է դարձել, որ իրենց երեխաներից մեկը ծանր հիվանդ է։ Երբ Տիգրանը կոմայի մեջ է ընկել, պարզ է դարձել, որ մեր երեխաներից մեկը շատ ծանր հիվանդ է եւ դա անբուժելի է։ Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել, ասել է Մարգարիտա Սիմոնյանը։ Օրեր առաջ 3 արցախցիներ այցելել են Կորնիձոր լուսանկարվել Արցախի Հակարի կամրջի ֆոնին, ցանկանալով իրենց կարոտն առնել։ Մի քանի լուսանկար են հրապարակել տեսագրություն, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցվել են ԱԱԾ ծառայողների կողմից, փաստացի զրկել են նրանց ազատությունից, փաստացի առգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մոտ 1-ից 2 ժամ հետո տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք վարչական պատասխանատվության ենթարկվելու համար։ Այս մասին ահազանգել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Ոստիկանությունում նրանց նախազգուշացում են հայտնել, նրանց հեռախոսները խուզարկել են առանց դատարանի որոշման։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով փոխգնդապետի կոչում է ունեցել, ասել է, որ եթե կարոտ եք քաղում, գնացեք հանձնվեք եւ այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք, հայտնում է Երիցյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուրախ է տեղեկացնել, որ ԱՄՆ-ն եւ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում շատ լավ ու արդյունավետ զրույցներ են վարել։ Թրամփի հայտարարությունից շատ չանցած նավթի ու ոսկու գինը միջազգային շուկայում սկսել են նվազել։ Շուկայական տվյալների համաձայն ամերիկյան թեթև նավթի ֆյուչերսները նվազել են 8%-ով, կազմելով $90 մեկ բարելի դիմաց, իսկ Brent ապրանքանիշի նավթը նույնպես կորցրել է իր արժեքի շուրջ 8%, վաճառվելով $103-ով։ Ոսկու գինն այսօր կտրուկ 6%-ի անկում է գրանցվել ու վաճառվել մեկ ունցիան $4214-ով, ինչը անցած տարվա դեկտեմբերի 11-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Հարկ է նշել նաև, որ իրանական Ֆարս գործակալության աղբյուրը հակադարձել է այս պնդումներին, նշելով, որևէ կապ Թրամփի հետ չկա ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված։ Թրամփը նահանջեց այն բանից հետո, երբ լսեց, որ իրանական կողմի թիրախում կհայտնվեն Մերձավոր Արևելքի բոլոր էլեկտրակայանները։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։